նայում եմ այս կադրերին։ Եվս մի պատմական օր։ Երբեք աչքերիս առաջից չի գնում այդ հատվածը, որտեղ որ հիմա կամուրջ են ուզում գցեն։ Երբ որ գնացի Թուրքիա, Արևմտյան Հայաստան, անենց կարոտով էին դեից նայում Հայաստանին, բայց դրա հետ մեկտեղ ուզում եմ մի բան ասեմ ժողովուրդ։ Այնպեսի տպավորություն էր, որ հայրս էր ընդեղ, հայրս ծերացած, նեղված, կարոտած, նայում էր Մայր Հայաստանին, կարծես մարդուկին լինեին, չեմ մոռանա երբեք Վանալիչը։ Երբ որ սուզվեցի Վանալիչը, աչքերս բացեցի այդ ջրի տակ, ես այդպիսի փիրուզագույն ջուր ջրի տակ իմ սեփական աչքերով չէի տեսել, այդ ինչ քաղցր էր, այդ ինչ անուշ էր, շատ անուշ էր, փափուկ ոնց որ կաթելն էր։ Անի ու մտանք եկեղեցի, որը կառուցվում էր, ու հետաքրքիրն էր, որ Հայաստանի Հանրապետության հետ պայմանագիր ուներ, Հայաստանից տուֆը տարվում էր այնտեղ, որպես այդ եկեղեցին կառուցվի։ Ես չեմ մոռանա, հենց մտա այդ եկեղեցին, աչքերս բացացրեցի վերև, ու առաջին միտքը Գյումրիից եկեղեցին է, հոյակապ գիտ ունեինք, ասեց, որ ես նույն ճարտարապետությունը Գյումրիում է, կարծը շատ անման, Գյումրիին շատ երեխեք, կոպիա Գյումրին է, ու Գորիսը, սա հոյակապ օր է, մենք ընդեղ լիքը ծպտյալ հայեր ունենք, որոնք վախենում են ասեն, որ ենք հայ են, շատերն էլ ասում են, որ հայ են, բայց որ ասեմ, իրենց շատ ազատ են զգում, չէ, ընկճված են, պատկերացնում եք, ճանապարհները բացվի, գնալ գալը լինի, ինչքան լավ կզգան այդ հայերը իրենց, արդեն կսկսեն ազատ զգալ, արդեն կբացահայտվի, ինչքան հայ կա այնտեղ։ Պատմական օր։ Աստված ջան, շնորհակալ եմ, որ ողջ մնաց այսօրն էլ տեսա։ Ասում են Մասի Սարային կողմից սիրուն չի։ Մասի Սարը 4 բոլոր կողմերից է սիրուն։ Ու գիտեք, այդքան ընդեղ պտտվեցինք, կարծես այդ հողերը սենց անտեր, միայնակ, բայց նշեմ, որ շատ մաքուր էր, ու ամեն գմբեթի վրա մեծ, հզոր, գեղեցիկ, ծածանվող թուրքական դրոշ։ Ես մեր երկրում խաչեր եմ տեսնում մենակ, դրոշներն էլ ճղրտած, թշվառ վիճակում գունաթափեղած։ Այդ հարցն էլ պետք է լուծվի։ Այդ հարցն էլ պետք է լուծեն, այդքան էլ ճիշտ, առողջություն եղբայր։ Պետք է հատուկ մատերիալից լինի մեր դրոշները, պետք է հատուկ սյուների վրա լինի, որ այդ սյուները չճղրտեն մեր դրոշները քամու պատճառով։ Ոնց որ օրինակ խորվիրապի դրոշը, որ նկարահանել էի, մեղք չունի ամենքապետարանը, փոխել էր, բայց սյունը նենց բոլտեր ու գայգեք ունի վրեն հենց այդ դրոշի հատվածում, որ քամին տալիս է ճղրտում։ Ոչմ ժողովուրդ ջան, հիշողություններով գնացի Արևմտյան Հայաստան, ճիշտ է մեր տարածքում չի, Հայաստանի Հանրապետության տարածքում չի,
Բայց այդ սերը, այդ հիշողությունները, այդ զգացմունքները, որը ես ապրեցի այնտեղ, ոչ մեկ ինձնից չի խլի, ոչ մեկ հայազգից չի խլի։ Դրա համար պարտադիր չի առավոտից իրիկուն գոռաս դրա մասին, որ դա քոնն է։ Դիվանագիտական հարաբերություններ վատացնես։ Դու կարող ես եւ սենց սիրել։ Դու կարող ես տենց ապրել, որ այդ տարածքի ապրող ժողովուրդը ձգտի քեզ, Մայր Հայաստանի։ Այդ տարածքի ժողովուրդը արթնանա, հիշի ինքը ով է։ Այդ տարածքի ժողովուրդը ուրախ լինի, որ այդ կամուրջը ի վերջո կառուցվելու է։ Ու ես այդ կամուրջով անցնելու եմ։ Ախ, չգիտեմ ոնց ասեմ, շնորհակալություն։ Նիկոլ Փաշինյան։